Բարև ձեզ, շնորհակալ եմ բոլորիդ, որ եկել եք։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ արձագանքեցիք եկաք, ժողովուրդ ջան։ Ուրեմն նայեք, քանի որ դուք գիտեք, մեր ծնողների որոշումը միշտ ելնում է ընդհանուր ժողովի, ընդհանուր խորհրդի, այսպես ասած, հիման վրա։ Մենք շաբաթ օրը հավաքվել ենք մեր անհետ կորած ծնողներով, մեր հետագա գործողությունները որոշելու համար, ինչ ենք անում, ինչ չենք անում եւ այլ, ու եկել ենք հետեւել եզրահանգման։ Քանի որ արդեն 6 տարի մենք մեր իշխանություններից ոչ մի դրական փոփոխություն անհետ կորածների ճակատագրի հարցում չենք ունեցել, ճիշտ ասած հույսել չունենք, որ կարող ունենանք, բայց մեծահոգաբար իրանց մեկ շաբաթ ժամանակ ենք տրամադրում այսօրվա իշխանությանը, որ մեր երեխեքի հարցում, անհետ կորածների հարցում մեզի հստակեցում ինչ-որ մի որոշակի դինամիկա դրական ասեն, մեզի ասեն։ Եթե չէ, այս մի շաբաթվա ընթացքում իրանց կողմից մեր այս բանին չլավ պատասխան, մենք արդեն սկսելու ենք, մենք ծնողներով որոշում ենք, որ գտնելու ենք մեր խողովակները, շատ կխնդրեմ, որ այս ամեն ինչ որ ասվում է չկտրվի, չփոխվի, չբանչարվի, որտեվ ես շատ եմ, մենք ուզում ենք ակնկալում ենք, որ այս ամեն ինչը նաև կդիտվի Ադրբեջանում։ Հիմա ասում ենք նպատակը, մենք չենք գնում ինչ-որ Ադրբեջան, ես իմ ինչ-որ պետական գաղտնիք հայտնելու ոչ բան։ Մենք գիտենք, որ Ադրբեջանում էլ կան մարդիկ, մեր կարգավիճակի մեջ մարդիկ, որոնք արդեն 90-ական թվականներից ունեն իրանց անհայտ կորածները։ Մենք փորձելու ենք իրանց հետ խողովակ գտնել, փոխադարձ աշխատելու։ Մենք ստեղ մեր ուժերով իրանց անհայտ կորածների ճակատագրով հետաքրքրենք, քանի որ իրանք չեն կարագանցել, իրանց երեխեքով մենք էլ չեն կարող այդքան կնդե, բայց այդ երեխեքի ճակատագիրը չի կարող մնա սենց անվերջ, անորոշ։ Այսինքն որոշել ենք, որ գնալու ենք հակառի կամուրջի ուղղության վրա, փորձելու ենք Ադրբեջանի այդ կարգավիճակ ունեցող մարդկանց հետ լուբոյ տարբերակով կոնտակտի դուրս գալ, այսօր 21-րդ դարն է, այսօր մեյլ կա, այսօր տարբեր հնարավորություններ կա, կխնդրեմ այն մեր քաղաքացիներին, ովքեր որ 90-ականներից գիտեն Ադրբեջանի զովասների տենց թաղված տեղեր, թող կապնվեն մեր հետ, մեզի տեղերն ասեն, որ մենք ունենանք այդ ընդհանուր բազան արդեն։ Նման դեպք մենք արդեն ունեցել ենք, արել ենք, ես կոնկրետ մի հոգի սպա եմ գտ, ով իրանքը տեղ ասել է, տարել են, քարտեզով նշել է, բայց ես չգիտեմ, այդ ինֆորմացիան մեր իշխանությունները փոխանցել են արդյոք Ադրբեջանին, նրանք գնացել են, իրանց գտել են, թե հանել են, թե չեն հանել, չգիտենք, մենք արել ենք, բայց հիմա, որ մենք վստահ լինենք, որ մեր աշխատածը, մեր կատարածը հասել է տեղ, ու իրանց կողմից էլ մեզ հույսով եմ կտրվի ինչ-որ մի ինֆորմացիա մեր երեխեքի հետ կապված, դա համար ամեն ինչ անելու ենք, կարծում եմ, որ մենք ավտո երթով կգնանք մինչև տեղ գյուղից էլ արդեն դեպի հակառի կամուրջ արդեն քայլերթով կշարժվենք, ճիշտ է, մեր համար շատերս, քանի որ լիքը առողջական խնդիր ունենք ծնողների մեծ գրեթե մեծ մասը, բայց կփորձենք հնարավորության չափ հասնել ընդ ու ասենք այդ կոնտակտը ստեղծենք։ Հիմա ոնց կստացվի, ոնց չի ստացվի, հիմա ոչ մի բան չեմ կարող ասեմ, դա ընթացիկը ցույց կտա։ Անկասեմ, վերջին անգամ երբ եք հանդիպում ունեցել կառավարության վարչապետի հետ կամ Ես երևի 21 թվին եմ ունեցել վերջի հանդիպումը իրար։ Ծնողները միշտ էլ հետա գիտեք, գնացել են, միշտ էլ տեսել են, լսել են ոչ մի կոնկրետ բան չկա, այսինքն վարչապետի դա վերջինն էր, թե վերջինը չէր իման, չեմ կարող հիմա հստակ ասեմ, բայց վարչապետի ինքը իր բերնով ասել է Ադրբեջանն ասում է չունեմ, Ալիևն ասում է չունեմ, անհետ կորածների մասով եմ ասում, Ալիևն ասում է չունեմ, ծնողները ներկայացնում են փաստեր, վիդեո ֆիքսացիաներ, որտեղ երևում է փաստ, որ Ադրբեջանի զինվորը մեր երեխուն տանում է գերության, բայց Ալիևն ասում է չունեմ,
ու Փաշինյանի համար Ալիևի չունեմը ավելի հիմնավոր փաստ է, քան վիդեոն։ Ինքը դաժե այդ արտահայտությունը ասեմ ավելին, ինքը ասում է երթում կերավ որ չունի։ Դա փակ հանդիպմանն է։ Հա, ժողովուրդ դուք գիտեք, իրանց հետ մեր հանդիպումները մեծ մասը եղել է փակ դռների հետևում, դրա համար էդ էլ է իրաց նպատակն է, որ փակ դռներում լի, որ այդ ներսի խոսակցությունը չլինի։ Բայց մենք ինչքան կարացել ենք, ելել ենք փոխանցել ենք ձեզի, որ ինչ խոսացվեց։ Իրա կողմից է, այսինքն բոլորը ձեռ ենք հաշե, այն Արաբ Միրզոյանին վերջի ձուկ լրագրողները հարց տվեցին, գերիներին ինչ ասեց, այդ ծնգլարիկ, այսինքն այս հարցը մարդկանց համար արդեն ծնգլանելու թեմա է դառել։ Դե եթե իրանց համար արդեն այդ հարցը ծնգլա, արդեն մենք էլ ենք հասկանում, որ իրանք չեն զբաղվում, բայց մարդիկ էլ պետք է հասկանան, որ 6 տարի անընդմեջ սպասողական վիճակ այդ անհայտության մեջ դա չի կարելի, ժողովուրդ դա չենք կարող ու տարբեր համացանցում եւ այլն, որ արդեն փորձում են այս ծնողների վրա քար շպրտեն, ցեղ շպրտեն, վայ աման հələ դուք տեսեք, չէ, ունեք հստակ բաներ ասելու, արեք այնեք մեզ ասեք, մեզտեղ հենց ստեղ գտնվում են այն ծնողները, ովքեր հավատարիմ մնացին իրանց երեխեքին, ովքեր չհանձնվեցին, չգնացին, չծախվան, մնացին իրանց երեխուն, հավատարիմ պայքարում են մինչև վերջի իրանց այն ոնց որ ասած շունչը լիքը մարդիկ չդիմացան, արդեն մահացան անհայտ կորածների ծնող, չդիմացավ մարդկանց սիրտը, պայթավ այդ մարդկանց սիրտը, այս մարդիկ այն մարդիկ են, որ ոչ մի ձև չփոխեցին իրանց երեխուն այլ ինչ-որ բանի հետ։ Դրա համար այս մարդիկ անգամ պատրաստ են գնան ադրբեջանցու հետ, չեմ ասում բարեկամություն, չեմ ասում գնում ենք պետական գաղտնիք հայտնենք, չենք ասում չէ, մենակ մեր երեխեքի հարցի վերաբերյալ փորձել ենք խողովակ գտնենք իրանց հետ համագործակցենք, քանի որ մի երևի կլինի արդեն 2 տարի առաջ մինչ գերատաշական հանձնաժողով գիտեք որ կա, ուրեմն այդ հանձնաժողովի շրջանակում էլ պետքա լիներ կոնտակտ, երկու հանձնաժողովների անդամները պետքա իրար հետ կոնտակտ ունենային, որ այս հարցերը իրար հետ համագործակցեն։ Ես չգիտեմ, ես արդեն այդ հանձնաժողովում վաղուց չկամ։ Դուք անցած տարի ազգային ժողովի հետ փոխեցիք 44 օրյայի հանձնաժողովի եզրակացությանը ծանոթանալ, փորձեր արեցիք հանդիպումների, բայց բոլոր փորձերը ստեղծան ապարդյուն անցան, անգամ փողոցը շատ կարճ ժամանակ արտասանցակեցիք, այսինքն այս դեպքերը առաջինը չի եղել, բազմիցս են եղել, դու ձեր փորձերը եւս ստեղծան 6 տարվա ընթացքում, դուք որևէ կոնկրետ հարցի պատասխան չեք տվել։ Բացարձակ, ոչ մի թեմա։ Եթե հիշատակեցի քննիչ հանձնաժողովի նյութերի հրապարակումը, արդեն բոլորիս համար նախական հայտա, որ այդ հանձնաժողովը չի աշխատե, չունի եզրակացություն եւ չեր էլ կարծում եմ նա ցանկությունը չունեցա աշխատի, որովհետեւ եթե նրանք ճիշտ աշխատեին, հասկանում եք, էլի չէ, քանի հոգու գլուխ կթռներ, ինչ բարձրաստիճան պաշտոնյաներ ինչ վիճակում կհայտնվեն, չէ, դա ոնց որ Քարորյան էր, նույն Անդրանիկ Քոչարյան էլի պամում, եթե չեմ սխալվում, այդ նույն քննիչ հանձնաժողովը ղեկավարում եւ եթե չեմ սխալվում մարտի 1-ն էլ էր ինքը, որ մեկնա բացահայտվել, որ դա բացահայտվել կամ այս 44 օրյայի հետևանքները ասեր, ոչ, դա իրենց առաջինը, հենց իրենց դա ձեռնատու չի, որովհետեւ դրանով ոնց որ իրանք մեղավորությունը կասեին, ասեն, հա, հեսա հրապարակենք, ասեին, ոնց որ, հա, հեսա, այս մեր էսի ղեկավարը դավաճան սրիկայա։ Ոնց կարանաս, կոպիտ ասած շանթած չի գծում, չէ՞, դες խոսք է ժողովրդական։ Նրանք չէին ասի։ Քննիչ հանձնաժողովը էդի օթեր, փուչիկ էր, էլի այս ժողովրդին սպասեք, հեսա կդատվեն, հեսա մեղավորները պատիժներ, 1-2 հոգի ընդամենը, ասում եմ, այն էլ էլի ծնողների այն քրտնաջան աշխատանքի բանն է, որ այդ մի 2 հոգին որ դատվել են։ Եթե դա էլ չնելներ, նրանք էլ էին ազատության մեջ լինելու, նրանք էլ չէին դատվելու։ Դա քննիչ հանձնաժողովի պահով։ Իսկ ինչ վերաբերում է այս պահով, մեր այսօր կարևոր է այս խնդիրն է։ Ես նաև շատ կուզենամ, որ
ադրբեջանցի այդ մարդիկ, ովքեր գտնում են նույն կարգավիճակում, ինչ որ մենք, թող փորձեն, թեկուզ չերես երրորդ երկիր, հանդիպենք իրանց հետ, խոսանք, փորձենք, չկա ուրիշ, այսինքն հույսները սրանցից կդրել ենք, ես համոզված եմ, որ Ադրբեջանում էլ են այդ մարդիկ իրանց հույսները կդրել իրանց իշխանություններից, որտեղ մարդիկ 30 տարուց ավել իրանց հարազատից տեղեկություն չունեն, պետք է մի հատ արեք, էդ էլ մենք էլ պետք է հասկանանք, որ էդ էլ է դժվար այդ մարդկանց, 30 տարի չունեն, հիմա որ թեկուզ ոսկորները գտնենք մի տեղից տանք, դենք անեն, տենան, որ ես իրանցնա, էլի չէ, այդ մարդկանց հոգիները կխախանդվի, մի քիչ նույնն էլ մենք ենք ուզում, դա համար մեր ցանկությունը դա է, եթե պատրաստ ենք երրորդ երկրի միջոցով, մենք ոչ մի պետական կառույցի վրա էլ հույս չունենք, ոչ մի միջազգային կառույցի վրա հույս չունենք, Եվրոպայի վրա չունենք, Ռուսի վրա չունենք, չգիտեմ Ամերիկայի վրա չունենք, մերոնց վրա չունենք ու չունենք, մեր հույսը այսօր մնացել ենք մենք, ուրիշ ոչ մեկ, եթե մենք մեր երեխեքի հարցով չզբաղվենք, սրանց вообще պաժիզնի պետք չի։ Այդքան բան ունեի ես ասելու, խնդրանքս, որ հասնի Ադրբեջանի այդ բնակչությանը, այդ մարդկանց թող փորձեն, հնարավորություն կգտնեն, նենց չի, որ մեզ չեն ճանաչում, կամ մեր հետ կապնվելը դառնա խնդիր, դա խնդիր չէ, այսօր այն դառնա, որ կարան կապնվեն, փառք Աստծո ռուսերեն տիրապետում ենք, խոսակցականը գտնենք իրար հետ շփվելու ու կփորձենք համատեղ ուժերով, թեկուզ իրանց հետ, բայց համատեղ ուժերով մեր երեխեքի ճակատագրի ինչ-որ մի հատ լույս տանք, սենց ապրել ուղղակի հավատացեք, էլի անհնար է ուղղակի, անհնար է, ես այն մարդիկ, որ փորձում են այս ծնողների վրա ցեղ շպրտեն, թող մի հատ իրանք դնեն իրանց այդ վիճակում, իրանց երեխեն կես ժամ ուշանա տուն, կելնեն սաղալամ աշխարհը խառնեն իրար, բայց իրանց տենան ուր է իրանց երեխեն, 6 տարի մենք երեխեքից լուր չունենք, մեր տղեկից լուր չունենք, ու թող մեզ ոչ մեկ չփորձի ասի, վայ, գնում եք թշնամու հետ, թշնամին թշնամի, բայց մեր երեխու ճակատագիրը մեզի ամենից շատն է հետաքրքրում, մենք չենք եթում իրանց հետ նստենք հաց ուտենք, մենք չենք եթում իրանց առաջ կզենք, գիրք վերցնենք դոշներից դեմ տանք, 7-8-ի վրա լայն ժպիտ ունենանք, չէ, մենք եթում ենք հստակ գործով, ախպեր, մենք ունենք կորած ձեր հողում, դուք ունեք կորած մեր հողում, մենք մեր հնարավորությունները, որոնք ոչ թե կարանք օգտագործենք, նորից եմ ասում, այն մարդիկ, ովքեր գիտեն հուղարկավորված, թաղված, ատենք դիակների, մասունքների տեղ, թող խնդրում եմ, կապնվեն մեզ ասենք քարտեզով, տեղանքով, վայրով, ես հենց հիմա ունեմ էլի տվյալ, բազմաթիվ ադրբեջանցիքի հուղարկավորված տեղ, բայց իրանց հողում է, բայց հիմա չեմ ասի, թող կոնտակտի, տեղը վայրով ասեմ ինչքան ընդեմ մարդ կա, թող այդքան քանդեն հանեն, բայց պետք է լինի փոխադարձ, մենք ձեր համար, դուք մեր համար, այնպես չէ, որ մենք այդքան ասենք, իրանք մեզի բան չասեն, չէ, ցավները տանում, եթե մենք այսօր ոչ մի պետական բանի հետ գործ չունենք, մենք մեր ուժերով մեր հարցերը թվում ենք լուծելու, մի շաբաթ ժամանակ ունի այսօրվա մեր իշխանությունը կոչեցյալ, մի շաբաթվա մեջ մեզի պարզաբանում կտա, չի տա, հետո թող ոչ մեկ մեզ չասի, ես ինչ եք անում, ես ուր եք եթեմ, լավ եմ անում, ճիշտ եմ անում, երեխուս ճակատագրին է, ոչ մեկ թող դեմս էլ չկայնի սրանից հետո, եթե դուք չեք անում, ես եմ անելու, այս մարդիկ էլ իմ հետ միասին, բոլորով, այսինքն ոչ թե ես անձամբ, այլ մենք բոլորով իրար հետ համատեղ, մենք դառնալու ենք մի մարդ ու մեր դեմը թող ոչ մեկ էլ չկայնի, մենք 6 տարի համբերել ենք, սուսուփուս, ոչ մի այլանդակություն չենք արել, ոչ մի օրենքի խախտում չենք արել, ծիխը միրն ակուրատնի մեր պահանջները դրել ենք, պատասխան ստացել ենք, չէ, ինչ ենք ստացել, մենակ կռիվ, գալմաղալ, սարքոցի, փագոցի, տպ, դա չէ, էլ չասեմ, չխորանամ, գիտեք, սաղը տետ տեղը